Սիրելի հայրենակիցներ, այս պահին գտնվում եմ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դիմաց, րոպեներ առաջ դուրս եկա, այցելել էինք Վահագ Չախալյանին, քաղբանտարկյալ, եւ ուզում եմ արձանագրել, որ այստեղ խայտառակ պայմաններ են, անմարդկային պայմաններ են դատապարտյալների համար միգուցե ավելի լավ պայմաններ են, տեղյակ չեմ, խցերում չեմ եղել, բայց այն վայրը, որտեղ հանդիպում են ազգականների, ընկերների հետ, խայտառակություն է եւ Նիկոլ Փաշինյանի ամոթը, որ ժողովրդավարության բաստիոն կոչվող Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական հիմնարկում տարեց մարդիկ գալիս են այցելության իրենց բանտարկյալներին եւ ստիպված են լինելու կանգնել, պպզել, այդ խոնավ, քանդված պատերի մեջ նստել ու նայել, թե ինչ է լինում։ Անձրևի օրերին անձրևաջրերն են հոսում, ցեխաջրերի մեջ նստել իրենց կալանավորի հետ մի քանի ժամ անցկացնել, խոսել, զրուցել։ Մարդկանց նվաստացնող պայմաններ են ստեղծված։ Ես կոչ եմ անում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար համարող ԱՄՆ դեսպանը, Եվրամիության մյուս խոսնակները, պատասխանատուները, մարդու իրավունքների պաշտպան տիկինը, արդարադատության նախարարուհին եւ համապատասխան մյուս չինովնիկները այցելեն եւ առանց զգուշացնելու, առանց կամերաների, առանց տեսախցիկների այցելեն ու հասկանան, թե ինչ վիճակում են գտնվում 3 միլիոն վարչապետերը, երբ որ այցելում են իրենց բանտարկյալ հարազատներին։ Պարզապես նվաստացուցիչ պայմաններ են։ Դուք չեք տեսել, թե մարդիկ վաղ առավոտ ժամը քանիսից են այստեղ հերթ կանգնում, որ կարողանան սնունդ կամ այլ իրեր հասցնել իրենց կալանավոր ընտանիքի անդամներին, հարազատներին։ Միթե հնարավոր չէ օնլայն հերթագրում կազմակերպել, լուծել խնդիրները, որպեսզի մարդիկ առանց այն էլ արդեն խեղված ճակատագրերը էլ ավելի չխեղվեն։ Այս ամենի մասին անհրաժեշտ է մտածել եւ այս ամենը փոխելու կարիք ունի։